F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Ինչպես նկատում եք, այսօր ունեմ հյուր, Մանեն Հարությունյան, ավելի հայտնի Մանե բլոգ։ Ես սոված եմ։ Ամեն ստեղ առավելություն կա։ Սկրեպներ չկար այսօրվա պատվերից մեջ։ Ինչ որ մի բան էս բրնձի առավելություն։ Մի բան։ Խաշած դդում։ Ոայ շատ համով է։ Եթե լավ չես մաքրում ամանը, տանը կմնաս։ Մի էսա։ Մանեն որ բրնձի համար ասում է այդ լուրջ այն։ Նայեք, եթե շոտ բառը կա, պետք է շոթման գա։ Ինչ որ չէ։ Արի փորձենք իրան ֆիքսենք բումբոնամբո։ Երևի չէ։ Դե ինչ, գնացինք առաջ։ Ողջույն։ Եթերում նորից թեստի հաղորդումն է եւ ձեզ հետ եմ ես Լևոնը Մկրտչյան, հաստատությամբ շեֆ-խորհրդար։ Ինչպես նկատում եք, այսօր ունեմ հյուր Մանեն Հարությունյան, ավելի հայտնի Մանե բլոգ, Մանե բլոգի հիմնադիր։ Ողջույն Մանե։ Ողջույն Լևոն ջան։ Ոնց եք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Քաղցած։ Ես էլ։ Ես նոր պատմեի, որ ես այսօր ամբողջ օրը պատտվել եմ հանդիպումներ, ինչպես ասեցի, արդեն ատամնաբուժանից եմ գալիս ու չեմ հասցրել, միայն սրճել եմ, չեմ հասցրել համ տեսեմ ինչ-որ մի բան, այնպես որ ես էլ եմ քաղցած։ Ահա, շատ լավ։ Այսինքն այսօր մեզ հետարքի հաղորդում է սպասվում։ Այո, այս տենց հաղորդմանը հաստատ պիտի քաղցած գաս։ Այսօր հետարքի տեղից ենք իմիջայլոց պատվիրել։ Մի փոքր զրուցենք ու անցնենք մեր հաղորդման բուն թեմային։ Այո, ոնց է բլոգային, բլոգինգային կյանքը ոնց ասեմ։ Շատ լավ։ Իմիջայլոց ես ինչքանով հիշում եմ, արդեն ավելի քան 10 տարի է դու։ Այո, ուղիղ 10 տարի, մենք այս տարի նշեցինք իմ բլոգինգի գործունեության 10 տարին։ Շնորհավորում եմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ, ես էլ որ ասում եմ 10 տարի, սենց ինձ շատ հին եմ զգում, իմ ընկերները կատակով գործընկերները ասում են բլոգինգի վետերան։ Այդպես, այո, 10 տարի է ես բլոգինգի ասպարեզում եմ։ Հետարքի տեղեր եք հաճախում, նկատել եմ, այսքան ուտելիք է ծերում եք։ Այո, ցավոք, չգիտեմ ասեմ ցավոք թե չէ, որտեվ հիմա գիրանում եմ, սկսել եմ շատ մի քիչ ավելի շատ ուտել, չգիտեմ, նու պլյուս ես մի քիչ նստակյաց կյանքով եմ ապրում, ճիշտ է, ակտիվ կյանքով, բայց չեմ մարզվում այս պահին, դրա համար, չնայած այս վերջերս առողջ հետևորդներից նայում են, պիտի ճիշտ ասեմ, առողջ սնունդ էի պահում ու այդ ապրելակերպը քարոզում էի նաև իմ հետևորդներին, բայց այս մի 10 օր էլի խախտել եմ, ամեն ինչ ուտում եմ։ Կարող ես էլ փորձել առողջ սնունդ բան, բայց իմ դեպքում вообще չի լինում։ Ես ամեն օր ուտել եմ։ Այս հաղորդման շրջանակներում։ Հաղորդման շրջանակում ռեստորանում անընդհատ գնալ նոր պրոյեկտներ։ Այո, այո։ Չի ստացվում։ Այո, նել է 10 պարեզում։ Մենք հայրով սիրում ենք էլի համեղ սվել ուտել։ Հացը անպակաս, աղը անպակաս։ Այո։ Դե ինչ, այսօր պատվիրել ենք մի հատ շատ հետաքրքիր տեղից, վիետնամական խոհանոցից, ես սիրում եմ։ Կարծում եմ, որ հետաքրքիր համով հաղորդում ենք ունենալու։ Մանենից կօգնի վստահ եմ, գտնենք ճիշտ համերը, տեսնենք բալանսավորած է։ Դե ինչ, գնացինք առաջ։ Լիքը պատվերներ կատարելուց հետո ինձ միշտ չէին ուղարկում դանակ պատարակախ։ Ես իմ հովանավորին F-net Telecom-ին իմել եմ, որ դանակ պատարակախ։ Լավ բաներ արի։ Ուրեմն շնորհակալ եմ։ Շնորհակալություն հայտնենք F-net Telecom-ին ու անցնենք առաջ։ Այսօր պատվիրել ենք Fobo-ից։ Fobo-ն ասում են, որ հենց վիետնամական պրոֆեսիոնալ խոհանոց է։ Ես լսել եմ իրականում, բայց չեմ փորձել։ Ես էլ չեմ փորձել։ Դեգուստացիա ենք անելու միասին։ Անցանք առաջ։ Ուրեմն մենք ինչ ենք այսօր պատվիրել։ Պատվիրել ենք Fobo Wheat Shot Miensao ծովամթերքով, ես այս բառերից հիշում եք, չէ՞, որ միշտ ներվում եմ, համիջով կարդամ։ Goy Wheat, Chuy Tambot։ Չավես անուններ են, բայց Bunbon Nambo։ Բայց արդեն սովածած է ես այս անուններից։ Գնացինք։ Դե ուրեմն ես ասեմ Մանե ջան, եթե իմ հաղորդումները նայել եք, ինչեր ունեմ ես ունեմ։ Գալուց առաջ նայել եմ, բնականաբար։ Ես թուլություն ունեմ, որ գրած չի լինում ուտելիքների վրա, դե նկատում եք ես էլ այդպես ու ես սկսում եմ ներվայնանալ, որ չեմ գտնում։ Այսինքն օրինակ ես ինչա, չգիտեմ, այս wheat shot, ես հիմա ոնց իմանամ այդ որն է։ Հա, իրականում խորհուրդ, որ լավ կլինի, որ գրված լինի։ Օրինակ, երբ որ ես առողջ սնունդ եմ պատվիրում, առաջինը դե ժամերով գրված է ու ես միշտ նայում եմ վրան ման եմ գալիս, որը որ մեկն է, այստեղ գրված չի։ Գուշակ ենք։ Այդ եմ ասում, հիմա նայեք։ Գիտեք խնդրեմը որն է Մանե ջան։ Ես օրինակ հավի մսից օրինակ ալերգիա ունեմ։ Դուք չունեք։ Պետք է լինի, որ էլ ավելորդ ոնց որ իրար դեմ բան չտանենք, էլի։
Իրականում ես տենց ալերգիկ չեմ, ամեն ինչ սիրում եմ ուտել, հիմնականում անտանելիություն չունեմ, բայց ճիշտ է, լավ կլիներ, որ գրված լիներ։ Ես ունեմ իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, ինչ չեմ սիրում։ Խաշած դդում։ Խաշած դդում։ Ինչ լինի ուտում Օ, եմ։ ես շատ եմ սիրում, դդմող ապուր չեք ուտում։ Դդմով ապուր փորձում եմ։ Շատ սիրում Բայց եմ դե դդումի խաշած մուրալը, երբ բայց եմ խաշած դդումից Հա, ալերգիա ունեք։ ալերգիա ունա, ատում եմ։ Ատում եք, հա։ Ես տենց փոքր տարիքում ոսպ չէի սիրում։ Այնքան էին մեզ մանկապարտեզում ոսպ բան արել, տվել, որ մենք ուտենք քուրիկից, որ ես ոսպից ալերգիա ունեի, բայց հիմա որ մեծացրեմ, չէ, շատ եմ սիրում։ Դե ինչ, մեզ էլի չեն ուղարկի դանակ պատարակախ, դրա համար լավ է որ F-net-ը ապահովել է։ Այս իմ համար չեմ իրականանում։ Ես չեմ ընդունում, որովհետև մենք օրինակ կարողա պատվիրել ենք այս ամեն ինչը ուտենք ինչ-որ մի հատ տեղում, որտեղ մեզ հասանելի չի այդ ամեն ինչը։ Բայց այնտեղ բաներ կան, որ པարզ երևում այն չա, բրինձ։ Դե հա, բրինձ, բայց հիմա դե Այդտեղ միս եմ տեսնում։ դե պետք է գուշակել։ Բրինձը իդեպ իմ ամենասիրելի ուտեստներից է, որ ես ասում կարայի չինացի լինի, ինքան եմ սիրում բրինձ։ Հիմա ինչ անենք, եկեք փորձենք գուշակել։ Փորձենք։ Գնացինք։ Ֆոբո 2 բաժին են պատվել, այս է հաստատելու։ Շատ լավ։ Так, sense Ինքը ֆունչոզա է, Այո։ ու իր հետ կան սոուսներ։ Շատ հավես է։ Դե ոնց որ գիտենք, ուրեմն Ինչ գուշակեցինք հետաքրքիր է։ ֆոբոն ապուրն է, ես կարծում Սա եմ, որ- ավելացնենք, Լևոն։ Հա։ Սենց խառը ավելացնենք։ Ես կարծում եմ, որ այս բուլյոններն է, արգանակները։ Իդեպ ես պատրաստել շատ եմ սիրում։ Ես Խոհան, դե դուք բնականաբար խոհարար եք։ Ես խոհանոցում լինել շատ եմ սիրում, այսօր միակ օրերից է, որ չեմ հասցրել, ու իմ համար հիմա սա շատ հավես պահ է, որ ես ինչ որ գործունեություն եմ ծավալում։ Սիրելի Ես օրինակ շատ հանդիսատես։ ողում եմ, որ այդ տեղում հավաքվող ուտեստները բերում են նույնիսկ ռեստորաններում, Ռեստորանում, որ հա։ բերում են միանգամից, այսինքն Բայց որ շատ սոված ես լինում, մի տեսակ այդ process-ը Ժամանակ է։ ժամանակ է տանում։ ես դες գործիցի օգնեմ։ Հա, ես շնորհակալ կլինեմ։ Սա ապուր է, հա, փաստորեն, սա բուլյոնն ենք ավելացնում, սիրելի հետևորդներ, դու ես այդ բառը սովորեմ հետևորդներ, բայց այս դեպքում նաև հերոստադիտող։ Հերոստադիտող։ Այո, շնորհակալ եմ շատ, բայց սա ոնց ենք ուտել։ Եթերով։ Ես ինչը չգիտեմ, ես չեմ ամաչում որ ասեմ չգիտեմ։ Հա։ Բայց ինչը որ Ու գիտեմ։ կծու է ուտելն նաև, եմ, իդեպ ես հա, կծու սիրում եմ։ Ես էլ։ Դուք սիրում Ես եք կծու։ նկատեցի, հա, նկատեցի որ այդտեղ քիմչի սոուս կա։ Կիմչի, ինքը կծու սոուս է։ Այստեղ ոնց որ հասկացանք տավարի միսա, սա։ Միսա։ Մի հատ ես Դուք եք միշտ խոհարարը, խառնել։ դուք մեզ կասեք։ Տավարի միսա։ Հետո ֆունչոզայա, սոյայի ծիլերա, ոնց որ լայմ, կծու պղպեղ, Ես սոված եմ։ պապտի։ Լավ, в общем, ինչ-որ հետարքի բան է սպասում։ Դուք հենց ասեք կփորձենք։ Ես է սարքեմ։ Այս բանը բայց ինձ դուր եկավ, որ այս բուլյոնը սենց ինչ-որ Առանձին։ տակցեվի հավաքում արած եկավ, իրականում։ Իսկ իրանք միայն առաքում ունեն, Չէ։ նաև ռեստորան Իրանց ունեն։ մոտ էլ է կարող ենք, ես գիտեմ որ կարող Նենց ամոթ կլինի, որ parzi ես իրանց հետ աշխատել եմ ու հիմա չեմ հիշում, բայց ծանոթը շատ ծանոթ է, կներեք, եթե չեմ հիշում։ Ձեր գործունեության դեպքում նորմալ է որ Եթե չհիշեք։ չենք աշխատել, ուրեմն շատ վատ է, որ չենք աշխատել։ Կարող եք իմիջիալս։ Այո։ Так, էս ինչ կլինի։ Վայ շատ համով է։ Կներես, ես չդիմացա։ Նորմալ է։ Բայց շատ իրոք շատ համեղ է բուլյոնը։ Հասկանանք, ես էլ Ինձ հասնեմ։ թվում է ինքը պետքա մի քիչ մնա սենց արամատները խառնվի իրար, Դե հա։ բայց իրականում Ես միշտ համով է։ բոլոր հաղորդումների ժամանակ ասում եմ, որ առաքում եկած ուտելիքը տարբերվում է ռեստորանում կերած ուտելիքից, բայց պետքա Իսկ ինչով է մաքսիմալ տարբերվում։ Դե որակը գցում է Որակը միանշանակ, ինչև էս խցանումներով գալիս հասնում միանշանակ է։ համ այդ համ ինչ են որ տեղում խոհանոցում պատրաստում են ու ճիշտ ժամանակին մոտեցնում են սեղանին, Այո։ ինչ են որ այդ ուտելիքը պատրաստում են 40 րոպե միջինը օրինակ չգիտեմ, այս Ու քաղաքի ճանապարհ է գալիս, այո։ Դրանք շատ են տարբերվել, Այո, էլի։ ճիշտ եք։ Ես հասա բանին, Փորձենք արդեն։ փորձելուն։ Դե դուք ասցիք ես, Շատ համով է։ բայց լավն է։ Չէ՞։ Հա։ Չէ, իրոք շատ լավն է։ Ես Են- հաստատ խորտ Այն կտամ։ ոնց են, այն վիետնամացիները, Իրան մի քիչ եթերում դժվար է ուտելը, մենակ ջուրը կարանք հիմա ուտենք, սիրելի հեռուստադիտող։ Ես հեշտ ձև էլ կարամ ձեզ առաջարկեմ։ Սենց ինչ որ փորձենք, սենց ինչ որ բան անենք։ Իսը ձիգ, հեսա ես մուսին հասնեմ։ Ես կուզեմ ձեր կարծիքը լսեմ։ Բայց ինձ փափուկ միսը անկեղծ։ Մի քիչ ձիգեր։ Գիտեք միսը ինչից է ձիգ կամ փափուկ լինում բացի որակի։ Եփված ժամից։ Ոչ,
կտրվածքից։ Պետք է իրան միշտ փորձես կտրտես հյուսվածքներին հակառակ։ Հակառակ, ինչ նրբություններ ունեք, գիտեք։ Որ ասում են, թե միսը ձիգեր վատներ, հա, կենթանին էլ կապ ունի։ Տարիքով, չափով բան, բայց հիմնականում լինում է սխալ մարինացումից, սխալ էփելուց։ Օրինակ, եթե ուզում ես որ բուլյոնը համով լինի, իրան էփում ես սառը վիճակով։ Եթե ուզում ես միսը համով լինի, տաք ջրով, համեմունքները պետք է բալանսավորած։ Օրինակ, ես միշտ ջղայում եմ, եւ մամայիս ասում եմ շատ երկար էփի, թող գազի վրա, բայց ես գիտեմ մսի տեսակներ կան, որ երկար ես թողում, իրանք ավելի ձիգ են մնում։ Ես պես տեսնում եմ նաեւ որ դուք մտնում եք տուն մաման համով բան ասում, ոնց ուրախացնում եք, հա, ես ինչ։ Այո, ուրախանում եմ, հատկապես մամաս շատ համով տոլմա է պատրաստում։ Այդ ուզում ասեի, որ դուք ինչ-որ տեսել եմ շատ տոլմա, բորշ, շատ բաներ կան, որ մամաս տենց հատուկ են, շատ մամջան ողջունում եմ քեզ։ Բայց մաման ու պապան սովորեն, որ գալիս են ամեն ինչ պատրաստի լինում, հա, որ ես եմ պատրաստում, որտեվ ես խոհանոցի, չգիտեմ ինչքան մեկ է քուրիկից բալիկն է այդքան շատ խոհանոց սիրում, ասում ենք իրար ենք նման։ Ես իմ ամենասիրելի հոբիներից մեկը դա խոհանոցում պատրաստելն է։ Ես անկեղծ օրինակ ինձ հիմա էլ չեմ պատկերացնում ուրիշ մասնագիտության մեջ 15 տարի զբաղվում եմ այս մասնագիտությամբ։ Միջև այդ ես ասել եմ, եթե խոհարարություն չէ, ուրեմն բան իրավաբան։ Դերիվ տարբեր։ Ես գիտեի, որ տենց տարբեր ասպար։ Քանի որ իմ իրավաբանական կարիերան չկարողացա ես սկսել, ես ընտրեցի ուտելը։ Իրականում ես այդպես արվեստի հետ կապ ունեցող մասնագիտություն եմ միշտ ուզել, ցանկացած բան ինչը կապ ունի արվեստի հետ ու բլոգինգը երբ որ ընտրեցի, շատ լավ ստացվեց, որովհետև ամեն ինչ մեկտեղված է, հա, զետեղված է, այսպես ասած, այո, բլոգինգի մեջ։ Ինձ անկեղծ ասում եմ Ինձ դուր եկավ։ Ինձ էլ դուր եկավ։ Փափուկ, բայց երևի ինձ կարող է ձեզ վատ կտորանգի։ Արի փոխենք մեր հաղորդման ֆորմատը, արի տեղում գնահատենք։ Օրինակ ես իրան գնահատում եմ 10-ից 9, ասեմ ինչի 9, որտեվ գրած չէր վրան ինչ էր։ Գուշակեցինք, որ այս երկու հատա, երկու հատի պատվիր է, կարա բազան լինի, երկու հատ արգանակ կա, էտա։ Ես քանի որ շատ բարի եմ, չեմ ասում դուք բարի չեք, բայց ես բարի եմ, բայց հա, բայց ես 10-ից 10 կգնահատեմ, նախ նոր ես պարզեցի, որ այս այն վայրն է, որտեղ որ իմ ընկերուհին շատ է գնում ու ինձ անընդհատ իր բալիկի հետ գնում է, ու ինձ անընդհատ ասում եմ, «Անկես պիտի այնտեղ տանեմ» ու միշտ չի ստացվում, ու ինքը շատ է գովում, իսկ ինքը շատ բծախնդիր է, այնպես որ եթե ինքը հավանում է Ես էլ չէ, ես իսկապես հավանեցի Ես ձեզնից առաջ ընկա Մանեն ավելի շուտ փորձեց վիետնամականը Հա, մերսի, շատ համով էր Всё, լավ, բարի ենք, լավ, всё, որ մանեն ասում է, ես էլ եմ ասում 10-ից 10 իրոք համով էր շատ Գուշակում ենք մեր երկրորդ ուտեստը With shot Ինչ կլինենք Արի ես անունները թողենք Նայեք, եթե shot բառը կա, պիտի shot մանգա Ինչ որ չէ Կարա ես լինի, ես ինչ Այս պետքա գուշակենք Ես կարա բումբո նամբոնը լինի Նամբո, բումբո նամբո Ինձ թվում է այս բրինձը կարելի է Բրինձի Հա, այս բրինձի վրա աչքսել Համարենք սա է Ախր էս է վատը Հիմա չգիտես, իրան ինչ պետք է անես, ոնց խառնես, ես չեմ ամաչում, որ չգիտեմ Դրա համար գոնե ինչ-որ մաքսիմալ հասանելի կարա լինի ինքը Ես տենց եմ անկեղծ կարծում Ինձ թվում է սենց գտարով կամ չգիտեմ Քանդենք Հա, տավորի միսը Այո, ու սոուսը լավն է թվում Բրինձ Մի տեսակ շնորհակալ եմ շատ, մի տեսակ սուշի բրինձն է այս ձևով լինում Ես բավականին քաղցած էի Մերսի շատ Անուշ լինի, գնացինք, ես փորձեմ Սենց ձեր հովանավորը շատ շռայլ է, ամեն ինչից մի քանի հացընդ նայում եմ, մի քանի հատ գտալու եմ Ամեն ինչ ունենք, բա ես հովանավորին դիմել եմ ասում եմ Հովանավոր ջան, ձերով եմ ուտում, մերսի շատ Հա, բայց լուրջ եմ ասում Այդ գիտեք ինչից եմ Առաքվան բաժիններն է թերանում Ափսոսում են Ախր Ինձ թվում է, օրինակ ես ես վերջերս առողջ սնունդի հետ էի աշխատում, իրանք նորաբաց էին ու չկար էլի դանակ պատրակալ։ Ես իրանց ասացի, որ ես շրջում եմ ամբողջ օրը ու չեմ կարա տանից վերցնեմ։ Հա, ու ինձ ասացին, վայ մենք այդ բառը ասեմ, չէինք ֆայմել։ Իրականում մի քիչ այդ հենց էտա։ Չգիտեմ, բայց այս ոլորտում պետք է։ Ես իմ հաղորդումների ժամանակ լիքը ասել եմ, մի ափսոսացեք։ Ոչ աշխատողին, ոչ էս ամեն ինչը, որովհետև եթե դու ունես առաքում
այս քո level-ը պահում է մաքսիմալ բարձր։ Հա, ճիշտ է։ Իրականում այդ դետալները շատ կարևոր են, շատ։ Հա, մի դիր թանկ դանակ Այն էլ սոված մարդը, որ չնյարդայնան, հա։ Դե հիմա այս չգիտենք ով է, Հիմա բրինձից եմ ես սկսում, իմ սիրելի։ Բրինձ, այո։ Անալի է բրինձը։ Ես աղակեր չեմ, բայց մի քիչ աղա քիչ է, մի քիչ չէ շատ։ Աղը, սմո вообще չկա։ Հա, աղ չկա։ Ճիշտ է, ընդհանրապես աղի համ չկա։ Ուժում ման կավերացնել են սոուս։ Մեկ էլ մի քիչ քաղցր է, չնայած ես սիրում եմ քաղցր։ Դե Իրա իրանց սոուսով, խոհանոցն է, իրանց չենք կարա մեղադրենք։ Իրանք ինչ ասես խառնում են իրար։ Բայց բրինձի առումով աղն է պակաս։ Իսկ կարող է մսով պետք է սենց փաթաթենք ու ուտենք։ Ու հիմա փորձենք միսը։ Հիմա սենց ինձ թվում է մանու ջան, պետք է այս բրինձի աղը, այս քաղցր սոուսով Սոուսով։ ինչ-որ բան, մեկը չգիտենք ինչ ենք ուտում։ Մենք չգիտենք սրա անունը ինչ է։ Մոտավոր գուշակում ենք։ Հիմա մենք ենք ձեր ուտելիքը ձևափոխում։ Բրինձը խառնում ենք այս սոուսով մսի հետ։ Չէ, ինձ թվում է հենց դրա համար նախատեսված է, բայց միսը համեղ է։ Չէ։ Բայց համով։ Բայց մեկը աղի պակաս կա, միսն էլ է անալի։ Անեն որ բրինձի համար ասում է այդ լուրջ է։ Բրինձ շատ եմ սիրում իրականում։ Անվտանգ, անշար։ Բրինձ եմ սիրում, ծովամթերք, մի խոսքով ինչ չեմ սիրում, ամեն ինչ սիրում եմ։ Ծովամթերք հետարքի է։ Ես համաձայն եմ։ Այս ուտեստին այս ուտեստին կամ չգնահատենք, թե գնահատենք։ Կարան գնահատենք, ուղղակի ինքը աղի խնդիրներ ու մեկ էլ քիչ էր սոուսը ինձ թվում է։ Մսին սոուսներ էր քիչ ու կարա էր բրինձի վրա ինչ-որ ավել սոուս դրած լինեին, մենք թեկուզ ավելացնենք բրինձին։ Խորհուրդ։ Եթե կընդունեք ողջույն ֆոբոյի գոլեգաներիս, եթե կընդունեք խորհուրդս, մանեի խորհուրդը եւս ինչ-որ մի բան էս բրինձիները ավելացնի։ Մի բան։ Հոպ ես գիտեմ ինչ։ Իմ ժացը ամանները բայց որակով է։ Ես չէի ասել, բայց ասում եմ։ Ես սիրում եմ այս ամանները։ Ես եմ սիրում։ Ամեն ստեղ առավելություն կա։ Սկրեպներ չկար այսօրվա պատվերից մեջ։ Ես միշտ ինչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ օգտագործել նակլեկաներ անվանումով, սկրեպ հասկացողություն պետքա չլինի։ Ինքն ինձ մանա կարա փոխվի ու գնի ուտելիքի մեջ։ Իրականում դա ես չէի մտածել, բայց ճիշտ եք ասում։ Նակլեկա, հիմա որ ստեղ սենց սիրուն սենց ինչ-որ նեղ բանով փակած լիներ, վրան գրածել, չգիտեմ, այս ինչ է օրինակ։ Ընդհանրապես ստիկերներ է պետք տպագրված անել ու վերջ։ Ճիշտ է, մի քիչ աշխատատար է, բայց Անե ջան, եթե դու ունես առաքման բաժին, եթե դու ուզում ես գումար աշխատես 10 առաքում, ուրեմն պետք է ամեն ինչ համապատասխան լինի, ես համամիտ եմ։ Իրականում ես դետալներին շատ ուշադրություն եմ դարձնում։ Այնպես սոված մարդը պատկերացնում եք պատվիրի ու չիմանա որ ինչ է։ Ինձ այնքան են ասում դե լավ էլի մի քիչ բարի եղի, ասում Սա բոլերն է։ Այո։ Ինձ ասում են մի քիչ բարի եղի, ասում եմ այստեղ բարի հարցը չի։ Ես հարթումը չեմ անում ինչ-որ մեկին վատաբանելու համար։ Օգնում եմ ձեզ։ Իրականում օգնությունն է, մարդիկ Հայաստանում քրիտիկան այդքան չեն ընդունում։ Հայաստանում Բայց այս այդքան էլ քրիտիկա մեր չի, ոլորտը ահագի բարի։ Մեր ոլորտը ահագին լավ աճ է գնացել։ Առաջ շատ դաժան էր։ Օրինակ ես հիշում եմ ինձ 10-12 տարի առաջ, երբ որ մեզ ներկայացնում էին այն փովերը։ Վայ չէ, բայց իրականում շատ գնահատելի աշխատանք է եւ ցանկացած մեկի աշխատանքն է գնահատելի։ Ցանկացած խոհարար հոգի է ներդնում։ Ես համաձայն եմ։ Ու եթե հոգի չի ներդնում, այն որ համը զգում ես որ մի բան այն չի։ Այդ հիմա պատկերացրու, խանութում գործ ես անում։ Այդ մի սեփումը 25 րոպե։ Գալիս է հյուր, ես հյուրին շատ եմ սիրում։ Իմ համար հյուր է, իմ համար այդ որ ասում են կլիենտ չէ, իմ համար հյուր է ինքին մոտ է գալի։ Ու ասում եմ, ասեք մի քիչ շուտ թողնի, էլի։ Լավ, հիմա ես չեմ, հիմա նայ խորարի տանկը խոսենք։ Այդ մի սեփում է այդքան ժամանակում։ Այդ ուտեստը այդքան վաղտում է պատրաստվում։ Որտեւ երբ որ մարդիկ պատվիրում են, չեն պատկերացնում, որ բաներ կա, որ հենց տեղում է դա պատրաստվում, չեն դիմանում։ Այ հենց այդ է խնդիրը։ Մենք այս վերջերս չասեմ, շուտ ընկերոջս հետ ինչ ենք համտեսում, բայց գնում ենք ու մեզ միշտ ասում են, բայց պետքա 20 րոպե սպասեք ու սենց բան դեմքով նայում են մեզ։ Մենք ասում ենք դե լավ կսպասենք, բայց այդ շատ սոված մարդու համար սպասելը ահա որ է։ Ես դրա համար իմ պրոյեկտերում Դրա համար գոյություն ունի նախուտեստներ։ Նախուտեստից բացի, օրինակ ես իմ պրոյեկտների մեծ մասում դրել եմ մի հատ շատ հետաքրքիր կետ։ Եթե մարդ գալիս է իմ մոտ հաց ուտելու իմ ռեստորաններում,
ես փոքրիկ ինչ-որ հյուրասիրություն մի անգամից հենց նստեց, Այո, այո։ մենյուն միջև նայում, ինչ-որ մի բան, չգիտեմ, ձիթապտուղ, ձեթ ու չորահաց, տալիս Այո։ եմ ու ջուր։ Այո։ Ասում ես ոնց որ բաներ, այդ ժամանակն չի զգում, Ճիշտ իրան է։ շոյված է զգում։ Ապերիտիվ, ինչպես հա, բայց ասում են։ այդ բանը, այդ խոսքը չեմ սիրում։ Իմ վերջերս մի հատ էլի հաղորդման հյուր ես էի գնացել։ Ասում են ինչից ես ներվանանում, ասում եմ այն որ ասում շուտ թողնի, էլի չի կարա շուտ լինի։ Շուտ լինի, լսեք։ Շուտ Սելի չի հեռուստադիտողներ, կարա խոհարարներին հասկացեք։ Բերեք սոուսի, ոնց անենք։ Մի փոքր վերցնեմ։ Այս սոուսը հիմա օրինակի համար։ Բայց այս բոլերը իրականում կարծեմ նույնիսկ ձեռքով են ուտում, որ ինքը չքանդվի, Այո, դե մենք հիմա համաձայն։ որ կիսենք, ինքը քանդվելու է։ Հիմա Չէ։ այ էս էլ ես օրինակ պատվիրել ենք, լավ, պետք է դնենք, հիշենք, ինչա, այս ինչա մեջը գնում։ Ես օրինակ այս վերջերս մի հատ սուպերմարկետից Գուշակում աղցան ենք ինչ ենք ուտում։ Հա, բայց ասում եմ, այս սուպերմարկետից վերջերս աղցան գնացի առա, ըննեցի ուրախացել, sense բաղադրությունը մեջը գրած։ Գրված, հա։ Այդ որ գինը գրում, հա, տակը գրած էր։ Ինչա մեջը մտնում, ինչ կա, ահա որ շատ ուրախացել էի։ Ալերգենները շատ վտանգավոր բաներ են։ Հա, իրականում։ Ես կարծես թե կարողացա կիսել։ Ես չէ։ Հետո մի հատ բան եմ լավ առաջարկեմ միշտ մեր այն մարդկանց ումից պատվիրել եմ։ Եթե դու հասկանում ես, որ քո ուտեստը առաքման ենթակա չի, օրինակ քո մենյուից կա 5 ուտեստ, որը եթե դու առաքում անես, շատ վատ ձև փչանել է։ Մի արա այդ առաքումը։ Հյուրի տասա, պատվիրատուի տասա, որ այս ուտեստը ենթակա չէ առաքման։ Այս Սա պետք է մեր մոտ։ մանգո է, հենց հետաքրքիր է։ Հեսա սպասեք կուտեմ։ Ոնց որ մանգո է։ Բայց ընդհանուր համով է։ Մանգո է, բայց խակ, թե մանգո չի։ Մանգոը մի քիչ այո չոր վիճակում։ Դե բայց չես մեղադրի, որտեղ Հայաստանում լավ մանգո գտնելով։ Լավ մանգո կա։ Թանկա։ Հա։ Պետք է չափսոսես։ Թանկա։ Այս միսի իմ համար չոր է։ Իրականում կտրելուց ենք տանջվում, Հա։ Բեք ձերո։ որովհետև մանգոն է չոր շատ։ Որտև հայրան պետքա ձեռքով ուտել։ Պետքա չհամաչել եւ բաներ կան ձեռքով ուտել։ Մենք հայերս սիրում ենք այդ։ Օրինակ ես մեծ խասետ ունեմ։ Պետք է վերջում ամանոս հացով են տնավարի որ սենց։ Բա այդպեսի ասացված կա, չէ՞։ Լավ չեմ հիշում, բայց եթե տատիկներն են ասել, եթե լավ չես մաքրում ամանը, տանը կմնաս։ Այդտենց ինչ որ Ես չեմ մնացել տունը։ Ինչ ենք անում։ Մանգոյի խակ լինելը հաշվում ենք։ Թե չէ։ հաշվենք, որտեվ դժվար շատ կտրվեց ու շատ ինքը պինդ էր, բայց Դա ընդհանուր մեր սխալն է ընդունենք իրանց դե մենք որոշեմ ձեռքով երև պետք է։ Հա, մենք պիտի ձեռքով ուտեինք, Բայց այո։ ձեռքով էլ այս բանը շատ Ձեռքով մի քիչ պինդ է, անհարմար է, հա։ որովհետև հեռուստադիտողի առաջ ենք։ Ես ուտում եմ, ես չեմ համաչում։ Ճիշտ եք անում։ Սոուսը վերջն էր։ Իմ համար շատ համ հոտը, համ բալանսը, համը ես բաննել եմ նայեմ տեքստուրան։ բան եք հասկանում։ Իմ ջաստ ինչն է համով սակում սոուսը։ Ինչքան Ճիշտ է։ սոուսը համով եղավ, այնքան ուտելիքը համով է լինելու։ համով է, ճիշտ է։ Աղը պետքա բալանսավորած պահես, համեմունքներ բան սաղ իր տեղ ունի, բայց աղը, իսկ եթե ուտելիքի մեջ կա սոուսը։ Մնացածը ընթացքային։ Ես հաշվի եմ առնում մանգոն ու հաշվի եմ առնում, որ մենք ձեռքով չենք կերել։ Չենք կերել։ Ես ասում եմ 10-ից 8 7։ 7 Այս անգամ ես բարի չեմ։ Այո։ Так, ինչ անենք, գուշակենք մեր հաջորդը։ Գուշակենք։ Գուշակում ենք։ Ես մեկ-մեկ ինձ հաղորդումների ժամանակ համոզում եմ, որ մոռացել եմ։ Ահա, ֆոնչոզա, ծովամթերք, Ոյ, կրիվետկա տեսա։ այո, կիսախաշ սոխ։ Ու սոուս չունի։ Իսկ դուք ո՞նց հասկացաք, որ այն սոուսը նրանն է, մեջն է, Մեջն է։ դրանց։ Հա, հասկացա։ Հա, Так. այստեղ կա սոուս, որ իր մեջ է։ Սա Էս ինչ չունի։ է, Սա ֆունչոզա է։ Մի վարքյան, ծովամթերքով։ Գտել ենք ես ինչա, միեն սաո ծովամթերքով։ Այս հաստատ էսա։ Մի վարքյան, այստեղ ծովամթերք չունենք, չէ։ Չէ։ Ուրեմն սա Ուրեմն է։ էսա, միեն սաո։ Միեն սաո։ Միեն սաո։ Եթե համով լինի, պետքա
հիշենք, որ այնտեղ գնանք ուտենք։ Ուտենք, հա։ Չէ, ես կարծում եմ, որ գնանք այնտեղ ամեն ինչ շատ Ուրիշ ավելի անելու, ես համաձայն եմ։ ուրիշ լինելու, ճիշտ է, կառավարումը մի քիչ այլ տպավորություն է։ Ոչ եմ բարձացին, որ ես ծովանոթերք տամ։ Ես միջև իրան խառնեմ։ Իմիջիալից ես իմ մասնագիտությունից խոսեցի, բայց ուզում եմ մի քիչ էլ դեր մասնագիտությունից իմանամ։ Սիրով։ Այո, որ այդքան պատրաստել սիրում եք։ Հենց այդքան խոհանոցում, մամա եփած համով տոլման մտածել եք երբևիցե որ ֆուդ բլոգով սկսեք զբաղվել կամ նկատել եմ որ ֆուդ բլոգերների հետ եք շատ շփվում։ Իրականում ես կարծում եմ որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, դա շատ կարևոր է, այս վերջերս էլ հաղորդման հյուր էի, ինձ հարց տվեցին ինչն է ձեր համար, որ Հայաստանում մարդիկ ոնց որ առաջ կգնային, ասի որ ամեն մեկը իր տեղում լինի, մենք շատ ճիշտ տեղում կլինենք ու ասածս նաև որ ես զբաղվում եմ միջոցառումների լուսաբանմամբ եւ կազմակերպմամբ, հիմնական ուղղվածությունը դա է, այսինքն, չգիտեմ, մի քիչ տեսությամբ ասեմ, ես տան բլոգով եմ զբաղվում, դա մի քիչ ավելի տեսություն է, եւ ինչ վերաբերում է food vlog-ին, բնականաբար ուղղվածությունս չեմ փոխի, բայց երբեմն լինում է, որ ժամանակ եմ ունենում reel maker-ի հետ ինչ որ համով բան եմ պատրաստում, ու մենք դա նկարահանում ենք։ Եվ նաեւ food vlog-ի հետ կապված ասեմ, որ ուղղվածություն պետք է այնպես լինի, որ պայմաններն էլ հարմար լինեն։ Օրինակ ես հիմա նոր տուն եմ վերանորոգում, շուտով, ու այդ նոր տանը ամեն ինչ այնպես եմ ինտերիերը անելու, որ կարողանամ շատ խոհարարական մտքեր իրականացնել, այո, այնպես որ շուտով նաև կտեսնեք, տենց չասեմ food blogger, որտեղ մենք շատ լավ գոլեգաներ ունեմ, ովքեր հենց food blogging-ով են զբաղվում, իդեպ ես նկատում եմ հրավիրեք իրենց։ Հաշվի կառնեք, ես նկատում եմ, որ դուք շատ եք այդ ռեստորանային ոլորտի հետ կապ ունենում, food բլոգերների հետ, ինչքան էլ բլոգերների հետ կապով լինեք, շփվեք, կազմակերպեք, բայց food-ը նկատում եմ ձեր կոնտենտի մեջ միշտ, դրա համար եմ հարցնում, իսկ եղել է հեչ որ մտածեք, կարող է ես էլ մի հատ մի բան անեմ։ Դե իրականում անում եմ, քիչ եմ անում, բայց անում եմ, այսպես թեմպես, եթե օրինակ ամեն օր ես պատրաստում եմ, կամերան որ դնեմ նկարահանեմ այդ ամեն ինչը, հաստատ կստացվի, որ նաև food blogging-ով եմ զբաղվում, բայց ժամանակ չի լինում, եթե տեսնեք ես ինչ արագությամբ եմ տանը պատրաստում, հեռախոսը ձեռքից, ես արագ ունեմ 1 ժամ ու ես կամ հանդիպման եմ կամ նկարում եմ, այս վերջերս չէ, ու այս վերջերս իմ հետևորդներից մեկը գրել մանեջան մի հարց կարող եմ տալ, ինչպես եք անում, որ տանը առավոտյան ճաշ եք պատրաստում ու դուրս եք գալիս, հետո այդ ճաշի հոտը ձեր վրա չի մնում, ու ես ասում, վայ, այս ինչ հետաքրքիր, երբեք չէի մտածել, հիմա չգիտեմ մնում է թե չէ, բայց տարբերակ չունեմ։ Բայց ագետով կարեք, նախապատրաստում։ Նախապատրաստում, հա, ես սխալ հասկացա հարցի, օրինակ եթե միսը 1 օր առաջ լինում է որ պատրաստեմ, քանի որ ուղղակի ուշ եմ վերադառնում տուն, ոնց որ կարող է նույնիսկ սառը վիճակում միսը դնեմ եփվի ու ունեմ 1 ժամ մաքսիմում 1 ժամում նույնիսկ ես կարամ բորշ պատրաստեմ ես զարմանում որ մարդիկ ասում են վայ ոնց ես հասցնում ես էլ զարմանում այդ հարցի վրա ոնց կարա չհասցնել բորշ ասեցիք հիշեցի հիմա այնքան են հեշտացրել կա պատրաստ կտրտած մեր ծանոթ տղաներից մեկն է սեփականատերը ասում եմ այս ինչի համար ասում է ալարող կանանց համար որ sense բաց են լցնեն ասպա կացայի մեջ էֆի բրծենի վсё բացի ալարելը այստեղ ժամանակի խնդիր է որ հիմիկվա կանայք շատ են աշխատում չեն հասցնում Չէ, իրական տենց ասեք, ես կնոջ սեփսես նայում։ Հա, ասեք, որ շատ են կանայք աշխատում ու իսկապես շատ հարմար է այդ տարբերակը, չնայած իմ համար այդ ամեն ինչ այդ կտրատելը 10-15 րոպե շատ արագ է շարժեն։ Դե ամեն ինչ արագ է։ Դե ձեր նման հաստատ չեմ կտրատի, դուք խոհարար եք մասնագիտացած սիրով։ Շատ հեշտ է։ Դե, ստեղ մենք գտել էինք ու մենք գտել։ Միեն սաուց ու ամթերքով։ Սա զույա, հա, զույա, չէ։ Զույա խփած։ Զու ֆունչոզա, իդեպ ես դեռ այն ժամանակներում, որ ֆունչոզա է պատրաստում, մարդկանց ասում էին ֆունչոզա, ասում էին դա ինչ է, իսկ հիմա շատ թրենդային է դարձել։ Ես մի հատ բան եմ մտածում։ Ինձ թվում է։ Ինքը սոուս է ունեցել ինչ-որ մեջը։ Խոնավացնող։ Ու քաշելա ջանը։ Չկա սոուս, բայց քիչ է էլի սոուսը։ Սուն կա։ Կաղամ նա իրան, սոխ։ Թե մտածի։ Շատ հարբես է որ ձու կա, ես որտեղ ձվի սիրահար եմ։ Այ ես էլ այն մանավանդ իրանց այս մարինացված բան ունեն, սուն է սոյայի մեջ։ Բայց զարմացնում են համով էր։ Ինձ դուր է գալիս էս ոնց որ։ Մենակ վերջում եմ ասելու ինչից եմ
Մի քիչ սոուսի խնդիրը, աղի խնդիր կա։ Իմ համար շատ կարևոր է ճիշտ աղով եփելը։ Ինձ որ ասում են դու մի բան համով ես պատրաստում։ Օրինակ, միշտ ես ասում եմ, որ նախապես, երբ որ դու ջրի մեջ աղը չափաբաժով ճիշտ անում ես, ուտելիքը համով է լինում։ Ու իմ համար ամենակարևորը աղն է։ Օրինակ, ամենահամով խորովածը ես որ սարքել եմ իմ կյանքում, մեր sense համով խորովածը։ Այդ եղել է մորթած անասունը, եղում կենթանին ու մենակ աղ։ Ոչ մի բան ուրիշ։ Հիմա բայց ես այստեղ մասնագիտական գաղտնիք եմ Իսկ սա ինչ է, կալմար է։ Չէ, ինձ հիմա կաղամն է այն։ Հիմա այստեղ մի հատ գաղտնիք եմ ստուգում։ Դու ես սովորում թեք սիրում, դու էլ կհասկանաս ինձ մանը ջան։ Դուք չեք սիրում։ Սիրում եմ։ Շատ։ Փափուկ է։ Ուզում եի հասկանալ հո վատ ռեզինի տեքստուրա չունի։ Չուներ։ Այս խոսումը իմ համար նրա մասն է խոսում, որ ծոհանթերքը որակով է։ Ճիշտ է պատրաստած։ Համով էր շատ կրիվետկան։ Հա, ես անկեղծ այդ ուզում եի հասկանալ, դաժե sense հեշտ կտրվում է, էլի։ Շատ լավն է կրիվետկան։ Չէ։ Սոուս, աղ, Սոուս աղապակասի։ ուստիկեր։ Ուստիկեր։ Ու վերջ, բայց ընդհանուր, եթե անկեղծ ամեն շատ համով է։ Հա, ինձ էլ դուրգարի։ Ոնց էր կոչվում։ Հա, ինձ Հիշենք անունը։ Չէ, աղը տեղն էր սա համով էր։ Հիշենք անունը։ Միեն սաո ծովամթերքով։ Միեն սաո, մենք կգանք ձեր մոտ միեն սաո ուտելու։ Շատ համով է։ Տակ եւ տեղում։ Մեզ մնաց մի հատ ուտեստ ու մի հատ քաղցր։ Բայց ես մի բան նկատեցի, որ ուտեստների մեծամասնությունը երևի չգիտեմ, եթե դուք պատվիրել եք, բոլորը տավարի մսով էր հիմնականում։ Արդեն երրորդ ուտեստն է, որ մենք տավարի մսով ենք փորձելու։ Ինձ թվում է դա ընդհանուր անեք, չէ՞։ Օրինակ հոտից դուք խոհարար եք, հասկանում եք ինչ կա հաստատ մեջը։ Կծու պղպեղ։ Արտակնապես մեկ։ Գազար։ Գազար։ Գազար, սող, տապակած։ Օրինակ ինձ թվում է այս բաժնի համար այս սոուսները քիչ չեն։ Արի խառնենք, հասկանանք ոնց է։ Իմիջիալից ես մեր հաղորդման ժամանակ գներն եմ նայում։ Որ հասկանանք ինչ։ Ոնց էր գնել։ Լավ է, անկեղծ բաժինների համար շատ լավ է։ Մեր շուկան այսօր այնքան խառն է, որ պետք է ամեն ինչին ուշադրություն դարձնես։ Օրինակ ես առաջ շատ քիչ էի ուտում ու փոքր տարիքում կերել եմ միայն սպաս եւ մածուն։ Ու մերոնք խելագարվում էին այդ մտքից, որ ես ոչ մի բան չեմ ուտում ու շատ նիհար եմ եղել։ Հենց դարձա 30 տարեկան, ինչ որ sense փոփոխվեց, ասում են, չէ՞ որ 30-ից հետո ամեն ինչ փոխվում է։ Ես զգացել եմ։ Իմ մոտ այդ ամեն ինչը նաև կապված էր իմ ախորժակի հետ։ Ես սկսեցի շատ ուտել ու այս վերջի տարի ու կեսում գիրացել եմ մոտարպես 6 կիլոգրամ, որը հիմա այդ 6 կիլոգրամի դեմ կռիվ եմ տալիս ամեն օր։ Հիմա դες զգացել եմ, այդ 6 կիլոգրամն եմ հիմա ավել, բայց փորձում եմ ստենց ուտելով ձեր հաղորդման յուր որ գամ հաստատ չեմ նիհարի։ Չէ, ես ասում եմ, ես մի հատ փուլ եմ ընտրելու, որ սկսեմ առողջ սննդից օգտվել հաղորդման ժամանակ, որտեղ իրոք իմ համար էլ է դժվար։ Դե նայեք, հիմա մենք ինչ որ ուտում ենք, իմ կարծիքով անառողջ ոչ մի բան չկա։ Ինքը շատ առողջ է, ուղղակի ես հասկացել եմ, շնորհակալ եմ։ Ես հասկացել եմ, որ շատ կարևոր է կալորիաները, ինչքան ես ուտում, չափը, ու որտեղ օրինակ իմ ընկերներից մեկը վերջերս կալորիա հաշվելով այնքան հավես նիհարեց։ Բայց նայեք, ոչ իմ, կարծում եմ ձեր գրաֆիկին չենք կարող տեսնելով եւ հետեւելով ձեզ։ Ես փորձեցի, ես չկարողացա, որովհետեւ ես կարամ օրինակ ես երեք ամբողջ օր եղել եմ նկարահանման։ Օրվա վերջ ինձ տորտ բերեցին, ժամը 7-ն էր, ու ես այնքան sense նայում եմ այդ տորտին, մտածում եմ, որ ես չէ որ նիհարում եմ եւ այլն, բայց կերա որտեվ էլ չէի դիմանում։ Այսինքն այդ գրաֆիկից է։ Օրինակ ինձ տանեցները խնձոր չեն թողում, որն է։ Թողում են, չեն թողում ուտել երեկոյան 5-ից հետո։ 5-ից հետո։ Ասում են որ ծանրացնում է։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ խնձորը դիետիկ է, ես ինձ գիտեմ։ Ինձ միշտ գինես ասպա խնձոր պետք է ուտես մինչև ցերեկը ժամ 1-ը։ Ինչ հետաքրքիր։ Որ ամբողջ օրվա ընթացքում բան անես։ Ես ամբողջ կյանք իմացել եմ։ Հա, գիմնաստիկայով զբաղվել 16 տարի։ Միշտ իրա քաշը բան ամեն ինչ ինձ պահած է, էլի։ Մեկ-մեկ ես նայում եմ ինձ ասում եմ լավ էլի։ Իրականում այդ սպորտի հետ կապված ես էլ սուբյեկտիվ ինչ որ թեմաներ ունեմ, այսպես ասեմ, ու ես էլ գիտեմ իմ կողքին էլ կա այդպիսի մարդ, որ sense ամեն ինչին հետևում եւ այլն, ու ինչ շատ դժվար է։
Բայց իրանք ամեն ինչ գիտեն Հա։ ու դիսցիպլինա Ես ունեն։ պրոյեկտ եմ ունեցել, աշխատել եմ սպորտսմենների հետ։ Իրանց հաշված կալորիայով ուտելիք էի տալի ու իրանք դաժե այտենց արտակինից արդեն գիտեին էլի այդ հո ավել չի, քաշը բան։ Սա ասեց հաշվարկած են։ Հետո սպորտսմենների համար գիտեք ինչն է, որ իրանք ես նախանձում եմ իրանք ամեն ինչ ուտեն Ոչ չարում։ ու իրանք 2 ժամ մարզվեն ու վերջ։ Նույն բանը ինչ որ ես եմ ուտում ու սպորտսմենը կարա ուտի ու իրանք չեն գիրանում, որովհետև իրանք մարզվում են Ես շատ։ համաձայն եմ։ Ես ժամանակ չունեմ օրինակ մարզվելու։ Իմ կյանքը Իսկ սկսում է հիմա խոհանոցում, ավարտվում է խոհանոցում։ ժամանակ, եթե ուզենանք կունենանք, ուղղակի տեղ մարդու բնավորության հարցեր է, կամ սպորտը սիրում են, կամ չեն Չեմ սիրում։ սիրում։ Ես օրինակ, ես ասում եմ, բայց ես սիրում եմ, բայց ես խոհանոցում եմ սա օրը։ Հա, հա։ Ես օրը մի քանի բանից փորձում եմ։ Ոնց է այս։ Ինձ նախորդը ավելի դուր եկավ, եթե համեմատենք։ Անունը չեմ հիշում։ Ես հիշում Սա։ եմ, չեմ հիշում, կարդանք։ Միայն սաո ծոնտիկով։ Դա շատ համով է։ Այո, մենք իրան ոնց որ գտանք, որտեվ մեջ որ գրած չլիներ ծովանթերքով, գրած էր միայն սաո չէինք գտնելու, բայց որ ծովանթերքով է, կրևետկաները տեսանք, մանրածովախեց գետինները։ Աղնա մի քիչ։ Ես աղագեր չեմ սիրելի հեռուստադիտողակի, իսկապես մի քիչ, հա։ Բայց ես էլ այդ խոնավ ուտելիքի սիրահար եմ։ Իմ համար Ես չոր է։ օրինակ սիրում եմ, որ ուտելիքները քաղցր են լինում։ Օրինակ, Ու այս խոհանոցը այդպես է։ օրինակ աղի հալվա սիրում ես։ Հա, Այդ իմ ֆավորիտ աղի ու սերերից է։ քաղցրի համադրություն եմ սիրում, կծու եմ սիրում, թթու շատ չեմ սիրում։ Հա, թթվաշ ուտելիքներ չեմ սիրում։ Ես սիրում եմ։ Ես կարող եմ լիմոնը սենց կծել ու ուտեմ։ Չէ, ես ոչ մի բան լիմոն ձուկ շատ եմ սիրում։ Բոլորը ձկան ավելացնում են լիմոն, ես երբեք չեմ ավելացնում, որտեղ իմ համար համալրիվ փոխում է ուտելիքի։ Բայց էս լավն էր։ Իմ համար չոր էր, բայց լավն էր։ Աղը դե էլի ասում ենք։ Ես եմ ասում ավելի շուտ, մանեն հələ չի ասում։ Ես սա շատ չընկալեցի։ Օրինակ, եթե գնամ, երբեք սա չեմ պատվիրի ուտեմ, եթե անգեղ։ Իմ համար անհասկանալի էր համը։ Չէ, ինչ որ անհասկանալի համադրություն էր, բայց երևի նայել որ կերանք նրանից հետո սա համեմատում Չէ, ենք։ ես իմիջալուց այսքան բան կերել եք, որ մենակ ինձ ապուրն է Ապուրը շատ համեղ էր։ բան արել։ Ու ես նոր ասեցի, որ հաղորդումից հետո ավարտելու եմ ապուրը, նոր գնամ ուտելու եմ։ Շատ լավն է։ Ընդհանուր Ֆոբոջան համոված էր մոտ։ Զարմացրել եք։ Վերջում ենք ասելու սա իրականությունը։ Չէ, իրականում համեղ է։ Ինձ էս ոնց ասի բառը անհասկանալի Անհասկանալի։ անհասկանալի համեր էր իմ Հա։ համար։ Սա գոնե անուն իմանայինք, սա ապուրը եթե հանենք, նա հանենք։ Ես կարծում եմ, որ սիրուն քաղցրահուն է։ Բումբոն ամբոն էս քաղցրը կլինի։ Ֆոբոն ապուրն է։ Էս ծովամթերքներ։ Այնտեղ մնաց բրինձը։ Ուրեմն կամ սա չոյ տամբոտնա կամ գոյվիտը։ Մարը ջան, էս մեր անհասկանալի ուտելիքին։ Ես չեմ ուզում իրան բան ասեմ, չգնահատեմ, որտեղ չեմ հասկանում։ Հա։ Կամ պետք է ասեմ, կամ Իրական համը վատը չէ, համը լավն է, բայց ինչ չես որ հասկանում։ համադրությունը շատ Իմ համար չոր էր։ Մանեի համար աղը քիչ էր։ մենակ աղը չողակի չհասկացա իրան։ Չհասկացանք իրան։ Իմիջալից քո պատրաստածը թե մամայի։ Մամայի պատրաստած տոլման ու այդ տոլմայի համար բոլորը գալիս են միշտ մեր տուն, հատկապես թփով տոլման, ու вообще մամաս հիմա այդքան շատ չի պատրաստում, մի քիչ հոգնում է, ուսուցչուհի է, շատ աշխատում, բայց մամաս երբ որ պատրաստում է, իսկապես այն որ ասում են հոգի է ներդրում, իսկապես տենց է, մամաս շատ համով տոլմա, երեք քուրիկս դե ասում մամայի պատրաստած սոուսներն է համով, չգիտեմ, ամեն ինչ համով ասակ։ Իսկ ձեր պատրաստածներից ինչն եք սիրում։ Ես իրական որ ես եմ պատրաստում, միշտ տենց է, չէ, որ դու ես պատրաստում, արդեն կշտանում ես, շատ չես ուտում։ Ես ամեն ինչ պատրաստում եմ, ես սիրում եմ բանջարեղենով ուտեստներ, շատ բանջարեղեն եմ շատ սիրում, մսից շատ սիրում եմ բանջարեղեն ու աղցաններ եմ պատրաստում տարբեր, չգիտեմ, ավոկադո, հետաքրքիր ինչ-որ բաներ։ Մի հատ ձեր ֆավորիտը որ ասում են վայ մանեն միացրանից սարքի գնանք։ Հա, այդ միշտ եղել է ֆունչոզան։ Թե ծովամթերքով եւ մեկ էլ էս վերջերս ծովամթերքով կրիվետկաներով պատրաստում եմ ուրեմն սև բրինձ շատ համեղ սոուսով
այդ իմ ընկերուհու ամուսինն է շատ սիրում ու միշտ սպասում է երբ եմ ես սև բրինձ պատրաստելու, որ գա մեր տուն։ Ոչմ, էս էլ հասկացանք, ստեղ մենք ունենք մեկ էլ քաղցր, որը չգիտեմ ինչ։ Սա կարամել է, ինձ թվում է սոուսը։ Այո։ Հա, ես շատ կարամելի սիրահարտ եմ շատ չեմ, բայց Так, էս ինչ ոնց որ պոնչիկներ լինեն, հա? Այո։ Բանան։ Սենց դրեմ անկյուն։ Ինձ թվում է ձեռքով է, պետք է։ Ահա, բայց այստեղ բանը կա իր վրա։ Տապակած բանան է, բայց ինքը հալվում է, ես չեմ կարող իրան բռնեմ, երևի ձեռքով պետք է բռնել։ Հա, պետք կարամել անել։ Տապակած բանան է, կոկոսի փաթիլներով, ես նկարագրում եմ։ Հա։ Կոկոսի փաթիլ տեսա։ Ես էլ բան։ Գետնանուշ։ Եվ գետնանուշ կա այնտեղ։ Լավ, տեսնենք։ Այո, գնացինք։ Շատ համով։ Իրոք շատ լավն էր, բայց Օրինակ ես որ գնում եմ ռեստորան, սենց բաներ չեմ պատվիրում, երբեք մտքովս չի անցնում, որ կարամ սենց բան պատվիրեմ։ ասեմ ինչից կարա լինի։ Միգուցե քեզ չեն ներկայացրել։ Հա։ Այդ մեր ռեստորանների։ Հետո դա PR-ի ինձ թվում է խնդիր է, օրինակ սենց բաները պետք է շատ գովազդել։ Մանե բլոգի միջոցով։ Մանեի կոնտակտները գտնելը շատ հեշտ է։ Բայց իրոք շատ լավն է։ Վայ շատ համով էր իրական 10-ից 1000։ Ես էլ եմ համաձայն, այդ 1000-ի պլյուս։ Հետաքրքիր է քաղցրի անունը ինչ էր նրա համար, որ ես գնամ պատվիրեմ անպայման։ Արի փորձենք իրան ֆիքսենք բումբոնամբո։ Հա, երևի չէ։ Ինքը լրիվ բումբոյ է։ Բումբոյ է։ Բայց ինչ որ պարզվի, օրինակ ես ուտեսն է բումբոն։ Չգիտեմ, լավ կգանք կասենք այն ձեր տապակած բանանից կարամելով կտա։ Սա ձեր կարծիքով տապակած է, չէ։ Ինքը ձեթի մեջ էր արած։ Ճարպա ջերոց, ֆրիցուրնից է մեջ այփած։ Հա։ Ես տենց եմ կարծում։ Բայց ձեթի մաս կար ամեն դեպքում։ Հա, կար, բայց կամացամ աղակին։ Դաժե այդ ձեթի վատ տեքստուրան չես։ Որտեվ եթե ձեթը լիներ, ես չէի ուտի, որտեվ ես տապակած ոչինչ չեմ ուտում իդեպ։ Ոչ մի բան, եթե գրիլի մեջ է արված, աերոգրիլի, ոնց էր ճարպա։ Չէ, ճարպա ջերոցը, դա թե ֆրիցուրն է։ Հա։ Ճարպա ջերոցը դա աերոգրիլն է։ Ես իդե ֆրիցուրն է։ Ես տենց գիտեմ, մի Մենք խոսքով։ մեր շուկայի բանը Եթե տապակած լինի, ես ոչ մի բան չեմ ուտում, տապակած միակ բանը ձեթի մեջ որ կարամ ուտեմ, դա ժարի տարած, ժարիտ են, չէ՞, կարտոֆիլը։ Այո։ Տապակած, ժարի տարած կարտոշկա։ Հա, դա կուտեմ, բայց մնացած դեպքերում ոչինչ չեմ ուտում։ Չեմ սիրում։ Վատ եմ զգում։ Չեմ ընդունում։ Վատ եմ զգում ու համ ինձ դուր չի գալիս, ես զարմանում եմ ոնց կարելի է, օրինակ բուսայուղի մեջ ոնց են տապակում հավը ու դա ուտում։ Ես չեմ ուտի։ Ես կամ դա պետքա լինի այդ ջերոցի մեջ եփված, կամ պետքա խաշած լինի։ Ես ամեն ինչ սիրում եմ եփած։ Ես դες կհամոզեմ your հակառակը։ Ես կսարքեմ համով տապակած։ Ես այդ բառը եմ սիրում, ժարինի ոչ մի բան չեմ ուտում։ Դա հաշվի առեք, որ մանեն ձեր մոտ գա, չասեք մի հատ sense լավ բան տանք, հիշեք որ ժարինի ոչ մի բան չի ուտում մանեն։ Մանե ջան, մեր հաղորդումը ոնց որ հասնում է իր ավարտին։ Մենք այսօր համով կերանք ինձ թվում է։ Շատ։ Գուշակելով Ֆոբո ջան, թե որ ինչ էինք ուտում, այն ինչ էր, միեն սաո ծովամթերքով։ Միեն սաո։ Բայց համով էր ձեր մոտ, ես անկեղծ ասում եմ։ Եթե ընդհանուր գնահատենք, հաստատ 10-ից 8 կգնահատենք, չհաշված այն մի քանի նյուանսները։ Okay, ես հաշվի եմ առնում, որ իմ խասյաթին համաձայն չեք տվել ինձ սպասք, անձեռոցիկ, չկար սիկերները։ Սիկերները անվանումներով։ Հա, այդ իմ համար, այդ իմ թույլ օղակն է։ Բաղադրությունը։ Եթե մեր հաղորդման ֆորմատին հետևում եք, ծանոթ եք, պետք է իմանաք, որ ես ներվայնանում եմ այդ ամենից։ Բայց համի առումով Չէ, համը լավն էր իսկապես։ Շատ համով էր։ Ապուրը վերջն էր։ Աչքը սապուրի վրա։ Այո, ապուրը դեռ մանեն պետք է ապուրի։ Այս անհասկանալի բանը էլի համով էր, բայց այդ մեր կարծիքները մենք հայտնեցինք։ Հա, ինչ որ խառն էր։ Բանը միենսաուն։ Հիշում եմ արդեն։ Միենսաուն շատ լավն էր։ Այս բանանի մասին խոսք չկա։ Հիմա հաստատ էլի եք ուզում ուտեք։ Այստեղ ունեինք այս բրինձը, որը շատ անալի էր, միսը իմ համար համով էր շատ լավա, տենց կոնե փաթաթեցինք, ինչ-որ բալանսի բերեցինք։ Ես ընդհանուր Ֆոբոին ուզում եմ գնահատեմ 10-ից 8։ Ես էլ։ Ու իդեպ 8-ը իմ սիրած թիվն է, այնպես որ։ Չէ, ուրեմն ես ու Մանեն գնահատում ենք 10-ից 8։ Բայց գալու ենք ձեր մոտ տեղում Հա, ես կգամ հաստատ։ Շատ լավն էր։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ, որ եկաք։ Իսկ մենք չմոռանանք, որ մեր հաղորդման համեղ ու
գեղեցիկ հետարքիր հովանավորը ես իրան սիրում եմ տես լավ բառերով ասեմ մեր F-net-ին F-net Telecom-ն է իսկ F-net-ին միանալու համար շատ բան հարկավոր չէ պետքա զանգարել կամ նշված հեռախոսահամարով կամ ուղղակի մուտք գործել fnet.am կայքը իսկ իմ հյուրն էր էլի հիշեցնեմ Մանեն Հարությունյան ավելի հայտնի Մանե բլոգը Շնորհակալ եմ Մանե ջան շնորհակալ եմ որ Շատ չմերժեցի հաճելի էր եկար Չէի կարող մերժել, որովհետև նախ ինձ հաճելի էր, որ ես ձեր առաջին հյուրն եմ, այս ֆորմատով։ Ես սիրում եմ միշտ լինել առաջինը, ես միշտ սիրում եմ լինել առաջինը։ Ու շնորհակալ եմ իսկապես շատ հաճելի հաղորդում էր, ձեր հաղորդմանը մաղթում եմ բարի երթ, միշտ համով դրական էներգիայով լի, էմոցիաներով լի հաղորդումներ։ Շնորհակալ եմ Ես շատ։ նույնպես։ Իսկ մեր ընկերներին խնդրում եմ որ չնեղանան մեր անկեղծ կարծիքների համար։ Իհարկե, կարծեմ օգնեցինք իրենց ավելի շատ։ Ես էլ եմ այդպես մտածում։ Կհանդիպենք։